Ղուկասյան մենք այսինքն սոցիալապես անապահով ընտանիք ենք, եկել են մեր գազը անջատել են։ Մի վարքյան ներողություն եմ խնդրում։ Մի րոպե։ Տիկին, դուք հասարակ տրամաբանություն չունեք, որ մենք եթերի մեջ ենք։ Որպեսզի տիկինը մեր ներվերի վրա այլևս չազդի, տիկնոջը բլոկավորել եւ ավարտել, վերջացավ։ Ես անջատում եմ, նա զանգահարում է, ես անջատում եմ, նա զանգահարում է, վերցումից այն չկա։ Անցանք, բլոկվեց։ Ուրեմն զանգահարել են եւ գանգատում ասում ենք ուր ավաշում Գազպրոմը աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյան, ստենդափ։ Նախ մինչև տիկնոջ բողոքին անցնելը քաղաքացու Լևոն Միքայելյանը Գազպրոմի աշխատակազմի ղեկավարն է, վերջինիս տղան Միքայել Միքայելյանը Դավթաշենի գազի գրասենյակի պետն է եւ Ալբերտ Միքայելյանն էլ Նորք Մարաշի գազի գրասենյակի պետն է, չգիտեմ աղբերն է թե տղեն է, նախ մի հատ հարց եմ ուզում տալ Արգաժան Լևոն Միքայելյան, դուք ձեր ազգով, ցեղով, տակով լցվել եք Գազպրոմ, ուզում հասկանալ ոնց է ստացվում այտենց, որ ամբողջ ընտանիքը աշխատում է մի հիմնարկություն եւ բոլորը գրեթե ղեկավար պաշտոնների վրա են, հա, հաճելի մարդ։ Լավ, ասենքն կարար տղեն Գազպրոմում աշխատել, բայց ոչ ղեկավար, կամ լավ տղեն ղեկավար, աղբեր ղեկավար, ինքը ղեկավար, ասենց հա, այդտեղ ղեկավար է, հա։ Մենք խորանանք Գազպրոմով։ Ուրեմն զանգահարելի բողոքելի, որ իրանք շատ վատ պայմաններում են ապրում եւ եկել է գազի տեսուչը եւ անջատել է գազը։ Ինձ հետաքրեց վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունում ինչքան պիտի լինի պարտքը կամ ինչքան ժամանակ է տրամադրվում պարտքը վարելու համար, մարելու։ Զանգարեցինք պատկան մարմիններ, մեզ պատասխանեցին, խոսքի օրինակ, դեկտեմբերի վառած գազը պիտի փակվի հունվարի 10-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն 10-ից հետո թվերը գալիս են, տրամադրվում է 7 օր, 7 օրվա ընթացքում պիտի մարվի, 7 օրվա ընթացքում եթե չմարեցին պարտքը Գազպրոմին, պլյուս 3 օր գազը SMS-ով, SMS-ով, լրատվամիջոցներով, չգիտեմ ոնց տեղեկացնում է, որ հարգելի քաղաքացի Քամալյան Վահիկ, Գանդոն, դու ունես գազի պարկ, արի մարի։ Եթե ասում է այդ ժամանակ էլ ղախպեն չի գալը մարը, ապա գազը անջատվելի։ Ասում եմ, իսկ եթե մենք վերցնում ենք, որ Քամալյան Վահիկի ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է ու մի հատ փշուր հացին ասում են կակա։ Այդ ժամանակ ինչ դիլի, ասում եմ, եթե ինքը չի մտնում սոցիալապես անապահով խավի, այսինքն Փարոս, Մարոսի եւ այլի մեջ, ուրեմն պիտի գնա դիմի գազի գրասենյակ, խնդրակորյան 3 ամիս կամ 4 կամ 5 տան ժամկետ գազի պարտքը չվճարելու համար։ Հնարավորություն։ Ասում ես եթե Գազպրոմը մերժում է, նո ասում եմ, ու առաջացավ տուպիկ։ Ասում եմ, դե չպիտի մերժի, բայց կանաեւ մերժի։ Ու ես իմացա շատ հետաքրքիր մի բան, որ սոցիալապես անապահով խավի համար Գազպրոմը յուրաքանչյուր նման ընտանիքի, խոսքի ունակ Քամալյանների ընտանիքի, տրամադրում է 600 խորանարդ մետր գազ տարեկան ձրի, այսինքն 83400 դրամի չափով։ Սա իմ համար նորություն էր, ես չգիտեմ, մեր քաղաքացիները տեղյակ են թե ոչ, եթե կան քաղաքացիներ, որոնք սոցիալով, բաներով համարվում են սոցիալապես անապահով խավ, ուրեմն իրանք պիտի ստանան տարեկան 600 խորանարդ մետր գազ անվճար։ Իգիտություն, այսինքն հավելյալ իրանց վառած գազի։ Սա ինձ համար նորություն էր եւ ես որոշեցի այս թեման բարձրաձայնել։ Մի քանի օր զանգի ասում եմ, դու սենց բան կա խաբար եք, ասում են չէ։ Եվ այն քաղաքացիները, եւ հետո ես զանգահարեցի բողոքող կողմին, ասում եմ դուք սենց բան կա խաբար եք, ասում եմ մենք մտնում ենք ոչ սոցիալով դրա մեջ, բայց խաբար չենք։ Շատ խնդրեցին ռեգիոնը չասել։ Դու գիտեք,
հայ ընտանի գաման ամոթի կարողական յանց տան մեջ գազը բացեն խեղտեն այդ ալ։ Ես ուրեմն եթե կան մարդիկ սոցիալապես անապահով խավ, այսինքն ունեն այդ բաները սոցիալի կողմից իրանց ձեռքի տակ, հարգելներս կարող եք դիմել Գազպրոմ 640 խորանարդ մետր գազ անվճար ստանալու համար։ Օրենքը այդպես է ասում։ Ես դա իմացել եմ հանրային ծառայությունները կարգավորող հիմնարկ ձեռնարկությունից։ Իգիտություն։ Իսկ ինչ վերաբերվում Գազպրոմի սենց դինաստիային, մենք դրանով կխորանանք անպայման։ Այս Միմինասյաններ, Միքայելյաններ եւ այլն։ Անցնենք առաջ։ Սա մեկ։ Վանաձորի պահածոների գործարան Ռոսֆրուտ։ Ուրեմն աշխատողների 90%-ը, եթե ոչ ավելին, կանայք են։ Բողոքը մեզ եկել է աշխատողների ընտանիքի անդամներից։ Ուրեմն ներս հրավիրեք Վանաձորի Սանեպիդկայանի գլխավոր բժշկին, Վանաձորի դատախազին, ընդեղի այդ աշխատանքի վերահսկողության տեսչության պետերին։ Ուրեմն մեկ օր աշխատացնելու դիմաց Զորապ Քեշիշյանը վարձատրում է 2500-ից 3000 դրամ։ Այդ կանանց, որոնք որ աշխատում են այնտեղ եփման ցեխում, մրգերի ցեխում, մաքրման ցեխում եւ այլն եւ այլն։ Ինչից են բողոքում աշխատողների հարազատները, ոչ թե աշխատողները, որովհետև աշխատողները վախենում են կորցնել իրենց աշխատանքը, այլ հարազատնի։ Նախ, ես չգիտեմ, ուղղակի ժամանակի առումով չենք հասցրել խորանալ ով է Վանաձորի Սանեպիդկայանի պետը, ով որ գալիս է այդ զավոդ, իր աշխատակիցները գումարը վերցնում են եւ գնում են։ Հիմա ուզում եմ դիմեմ այդ մարդուն, եկա որսա չգիտեմ։ Դու երբևիցե Վանաձորի Սանեպիդկայանի գլխավոր բժիշկ, ես չգիտեմ հիմա ինչա կոչվում, հակա համաճարակային կամ սննդի վերահսկողական տեսչություն եւ այլն, որ գնացել ես, մտել ես պահածոների զավոդ, դու տեսել ես այդ աշխատողների հակի հանդերձանքը, համապատասխանում է այն հանդերձանքին, որը որ պիտի լինի։ Աշխատանքային պայմանները համապատասխանում են, որը որ պիտի լինի, ձեռնոցներ, մեռնոցներ եւ այլն։ Մարդիկ ասում են, որ չհամապատասխանում, բարի։ Բայց ամենաշատը, ինչից են վրդոված հարազատնի, որ կանայք այնտեղ զբաղված են մեքենա բեռնաթափելով, այսինքն այնտեղ մաքրման ցեխից կարող է անեն մի 20 կնիկ, բերեն ասեն կամ այս մեքենան դադրգեք, կամ բարձեք։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ այդ բարձման աշխատանքների ժամանակ նույն տնօրեն Զորապ Քեշիշյանը բավականին, այսպես ասած, ծաղր ու ծանակով է մոտենում իր աշխատակիցներին, բայց լավ էլ բարձր մեկ արտահայտությունը անելով։ Ես ինչքան գիտեմ, գոյություն է աշխատանքային օրենսդրություն, որտեղ կա օրենք, պիտի գրած լինի, թե կին աշխատողը քանի կիլո իրավունք ունի իր ուսի վրա այդ ունենալու, տղամարդը քանի կիլո մի անձը իրավունք ունի իր ուսի վրա այդ ունենալու։ Եվ եթե դու բարձում ես մեքենա, կան աշխատանքի տեսակներ, որոնք արգելված են կանանց համար, եւ աշխատանքի տեսակ, որոնք արգելված է կոպիտ ասած այլ սերի համար, տղամարդու համար, նայած ինչ պայմաններում։ Հիմա ես չգիտեմ, տնօրեն Զորապ Քեշիշյանը կամ սեփականատերն է կամ տնօրենն է, կամ երկուսը մեկում, կնիկ ունի թե չունի, եթե ունի, հետաքրքիր է Զորապ Քեշիշյանի կնիգը կարում է մեքենա բարձի ящիկ կամ ընդեղից իջեցնի մեշոկ։ Այլ շատ մարդիկ, որոնք որ քննադատում են կոմունիզմը, որ կոմունիզմը բոզիտողություններ եւ այլն, բայց կոմունիզմի մեջ կային, ասած ասած դրական բաներ, շատ դրական, որը այս բոզիտղա կապիտալիստական հասարակարգում
Նա հայաստանյան հասարակարգում ավելի շուտ գոյություն չունի։ Եվրոպաներում ոչ կարողացել են զաշոտ սոցիալիզմը ծածկել։ Ու նման բան եթե լինի եվրոպական որևիցե մի երկրի ֆիրմայի կողմից, այդ ֆիրման հավիտյանը սովետներից կլինի բիզնես։ Ես հիմա համոզված եմ, որ եթերից ամենջապես հետո հայտնվելու են մարդիկ, որ զանգելու են ասել, «Էդի սուտատես բան չկա», որովհետև ապացույց չկա։ Ֆոտո, վիդեո, մատերիալ նեմա։ Բայց մեր աղբյուրները, այսինքն աղբյուրը հայտնելուց հետո անում եք մի փոքր ռազվետկա եւ հասկանում եք, որ կա։ Նույնը ոնց որ Grand Tobacco-ում, որ մի քանի բոզզի տղեկ վեկալացում են դոգ ադրբեջանական գործարարներից փողավեկալ է, որ հայ արտադրողին վնասի։ Բոզզի տղա։ Բա այդ նույն գրողին չասես, մամայի ծծծնի ադրբեջանական գործարարը։ Մի հատ մորդ վեկալ տար կողի թութունի արտադրամաս, ասա մեր նստի 100-120 հազար դրամով թութուն փատի, ու տենան քանի տարի հետոյա մամայի դլոյի միջից թութունը աճում, որը կոչվում է ոնկոլոգիա։ Այսինքն եթե դու բարձրաձայնում ես խնդիր, որ քո քաղաքացուն տարեք օխելա կապիտալիստը նա ռաբսկի տրուտ ու ծսնմա, հիվանդություն էլ վրեն բարդամա, ցեխի մեջ էլ ինչ գիտեմ ձեռակտրվում ոտապրթվում ընկնում մերրում ֆակտայվելը, տանեմ քցմեն տունը, ասում են տունն ա եղել, հանգավ չասեք ցեխը մա եղել, որ փոխհատուցում չտրվի, Վարդան Ղուկասյանը բարձրաձայնեց, ուրեմն ադրբեջանցի գործարարից փողը վեկալելա, ասում է թե Grand Tobacco, բոզի տղա Tobacco։ Հիմա սա է։ Լավ այդ Ադրբեջանն էլ կախ չի։ Այդ Ադրբեջանը որ չլեր ուր է ինչ շարակցելու։ Հա։ Ռուբեն Վարդանյանի որդիներ ուզենալ իրանց որ փրկել։ Կտրել։ Որ նայում ես դեմքին են տղու են ակնոցավորի, քաքդ վազնա փողոցով։ Հիմա էսի է։ Հիմա Զորաբ Քեշիշյան, այդ կնանի, որ այդ մեշոգները, յաշիկները դրած բարձում եւ իջեցնում են։ Քո գեղացի կնիգը այդ գործը կանի, թե չէ բոզի տղա։ Հա։ Ուրեմն Սանիպիտկայանի գլխավոր բժիշկ, աշխատանքի վերահսկողական տեսչություն, մարզպետ եւ այլ խեռի գլոխներ Կիրովականի։ Ես հիմա այդ սաղ զավոդին ձեր տուն չեմ բերեմ, որ ձեր կրանիքին ծծցնեն, մի պայմանով վաղը եւ ետ։ Այդ զավոդը եթե դու չես ծծցրել Սանիպիտկայանի գլխավոր բժիշկ եւ այլն, ուրեմն այդ սաղ զավոդի կնանիք սմենից հետո իրանց քրտնած բայկավիտ ռուսիկներով գալու են նստեն կնգատ տենին ակարգի վաստակ։ Ու հաճելի մարդ կապնվում ես Վանաձորի դատախազի հետ, ռեգիոնալ։ Եթե Վանաձորի սա որպես հաղորդում, եթե Վանաձորի դատախազությունը չի մտել գլոբալ ստուգում չարը, դատախոզի ընտանիքն էլ ծծան, քրտնած, ռոսֆրուտ դլոջ։ Ծիրանի ջեմը բերեն, ինչ են դեպ հագր, չգիտեմ, պավիդո եմ, մեկ եթեմ ենք երեխա ժամանակ հիշեցի, հոկտեմբերյան լպահացումների գործայոններ, պոպոկները խաշած, չէ պոպոկ չէ, չդաղ չի, ծիրանի կորիս, գողանում ենք, գողանը որնա, ոչ մլը սավ ձերդ է, վեկալն բերում ենք, խաշած, ջարդը մուտում, այետենց կորիզները գալու են ջարդ են նապարի բերի մեջ, ծլիկով, սերական շապտերով, կորիզը թքեն դատախազի ընտանիքի քիտու բերին, եթե վաղը դատախազությունը սրաշի ծծծել։ Գլոբալ ստուգում, այս հո մտնել դաժը։ Ունունի վերաբերում է բանին Grand Tobacco-ին, հիշեցի։ Երևանի աշխատանքի հսկողության, վերահսկողության վարությունը, Սանիպիտկայանը եւ այլն։ Grand Tobacco-ի հետ պահանջում են գլոբալ ստուգում, աշխատանքի հետ կապված, ինչ արտահակուստով են մտնում թութունի ցեխ, ինչա вообще փաթում եւ այլն։ Ես ես սկսել եմ նաեւ դրանով։ Եթե Երևան քաղաքի դատախազությունը, Երևան քաղաքին է դրանց որն է, չգիտեմ, չէ, Մասիսն է, այդ Մասիսում է գտնվում։ Եվս խնդրում առարկայասարքը ինչ պայմաններում են աշխատացնան աշխատողներին, պաշտպանված են թե ոչ, այդ բոզի տեղա թունաքիմիկատներից, եթե ոչ, տվյալ տարածքը վերահսկող դատախազը իր նավարով եւս դառնում է մեր ուշադրության առարկան։ Տվյալ դատախազի
կնգա դլոյ ծխելու է աղթ համար, սերական շրթերով, քրիստիկներ կրակը վարելու է ատակից, չէ շուշոն, ներողություն, դու չէ, շուշոն, հետայք է նստելա, հելիք էլա բոլելավ, հասկանալի է, հաճելի մարդ, գրիշ, ասում է, լավ են բարձել մեկ, ես բոզի տղու արդահայտություն են այի, անցանք առաջ, մյուս բոզի տղեն, Մասիվի ոստիկանապետ, կոնկրետ, Երևան քաղաքի ոստիկանապետ, Վայե Ղազարյան, այսօր քորը չի, Վայե Ղազարյան, հեսակ ասեմ խեյ, Մակարյան Լևոն, գոյություն է մի հատ երևույթ, Մակարյան Լևոն, որը բնակվում է երկրորդ Մասիվում, Մոլդովական 22 շենք, առաջին հարկ, մի 33 տարեկան անձնավորություն, Անցած տարի մայիս ամսին իրականացնել է դանակահարություն, դանակահարել է Արմեն Տիկո Մանուկ անուններով անձանց, որոնք բնակվում են միևնույն շենքում, բոլորն էլ 50 և ավել տարիքով։ Գործը ծածկատմփոցը արել օպեր լիազոր Միքոն, որին մի քանի օր անց կալանավորել են կաշառքով, ձերբակալվել է։ Ինչա։ Ուրեմն, εμ ասում են տերարիզուրույթ, այդպես մի հատ բար գեղավրա մեր խարևան ասեց, տերորի ագենթարկն ամբողջ 22, 20 և 21 շենքերը։ Գրեմը արդեն բանա ցուցակներ է գրեմ ընտրությունների հետ կապված։ Ես կխտրեմ այդ ցուցակները, որ ուղարկել են մեզ, տեղադրել մեր Telegram կանալ։ Մարդկանց ծառայություններով, պասպորտի տվյալներով ցուցակագրումը անցկացնեմ։ Տիգրան Ավինյանի համար անեմ, Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի չգիտեմ, հաստատ Վարդան Ղուկասյանի համար չանեմ, մենք էդի չենք էլ ուզեմ։ Հիմա Մասիվի քաղմասը, ես չգիտեմ ինչի, սրան մոտիկ չի գնում։ Բացի այդ, ես հետարքրի ասում եմ, Մասիվում անուշ ապերներ կան, սա ինչ-որ մեկի տակա պարեմ, թե չէ, ասեն ինքը փատած ունի Մասիվի բոլոր անուշ ապերների։ Ես այդ մի հոգի կա, Աբազյան, կասկածում են, ուժելի այդ մի հոգուն էլ փատած ունի, եթե այդ մի հոգուն էլ փատած ունի, մեն Մասիվում հայտնվում է նոր ավտորիտետ, որը կոչվում է Մակարյան Լևոն։ Մասիվի ոստիկանությունը ինձ թվում է կոնկրետ պետք է զբաղվի այս խնդրով, հենց այժմ, ցուցակները տենալուց հետո։ Վերջինիս ձեռագիրն է, անգամ քաղաքացիների ստորագրություններն էլ կեղծել է, դեմը դրել է, այնքան որ պասպորտի սերաներ, մերաներ եւ այլն արտագիր։ Հիմա գնացեք նախ վերցնում ենք այդ երևույթին, վերցնում ենք Վարդան Ղուկասյանի Telegram-ում տեղակայված ձեռագրերը, ասում են գրի, ձեռագրաբանական փորձաքննություն եւ հարց տղաջան։ Այս մարդկանց անձնական տվյալները դու խիստ գրել, ինչ էիր ուզում անել, այս ինչ ես անում դու։ Եվ դանակահարությունով էլ որը որ արվել է ծածկատմփոց, նույնիսկ կգնամ Արմեն Տիկո Մանուկ, բոլորն էլ նույն շենքի բնակիչներ են 50 և ավել տարիքի։ Իսկ Մակարյան Լևոնով ես հուսամ, որ Մասիվի ոստիկանությունը անհապաղ դրանով պիտի զբաղվի։ Ներով մենք անադարնանք ոստիկանությանը միանգամից։ Հա, իմիջալոց, մինչև ոստիկանությանը այդ անադարնանը չնասա ևս մտնում է բան ոստիկանության լիազորությունների մեջ։ Facebook-ում գոյություն ունի 3 էջ, որը կոչվում է Մանե Հակոբյան, Աննա Ներսիսյան, Շուշան Ներսիսյան և աշխատանքի տեղավորման գործակալություն։ Այսինքն 4 էջա, 4 էջն էլ պատկանում է մի հոգու։ Այս ընկերուհին քաղաքացիներից վերցնում է 5000 դրամ, հետագայում աշխատանքի տեղավորելու պայմանով։ 5000-ները վեկանում, ասում սիկտիր։ Հետո եթե գալիս են, ասում են ինչ է լավին փողը հետո կամ սես կամ նենց, դրոն հանում տշմա վրեքը ու կապավ։ Օֆիսն էլ գտնվում է ինչ-որ Սայրան փողոցի վրա, այսինքն կենտրոնի ոստիկանության խնդիրն է սա։ Քաղաքացիները անընդհատ բողոքում են, հարգելի քաղաքացիներ,
Այսպես կոչված աշխատանքի տեղավորման գործակալությունները, որոնք որ ձեզանից վերցնում են 5000 դրամ, խնդրանքս ձեզ ոչ տվեք, ոչ էլ հետո գրեք հանրային ձայն։ Եթե աշխատանքի տեղավորման գործակալությունն է, պիտի ձեզ ապահովի աշխատանքով, ոչ թե պիտի գլխանց վերցնի իր 5000-ը, այլ ձեր աշխատավարձից ինքը պիտի այդ 5000-ը պայմանագրով ձեզից վերցնի։ Ուզում ես ինձ գործ տաս, տեղավորի աշխատանքի, ես քո հետ պայմանագիր եմ կապում գործատուից, իմ առաջի ամսվա աշխատավարձից դու քո 5000 դրամը վերցրու, այլ ոչ թե քաղաքացուն տու քեզի գործ ճարեմ։ Այդպես միամիտ բաներ մի արեք։ Իսկ այդպես բանով զբաղվողներին, Վահե Ղազարյան, քո ոստիկանությունը պիտի բռնի ծածկի։ Բայց մենք տենում ենք, որ քո ոստիկանությունը մի հատ խամեր չկարացավ ծածկներ։ Էլուր մնաց թե սա։ Էսը կանդրադառնանք։ Այսօր ոստիկանության ողնա։ Հիմա քանի որ գնաց խոսք ոստիկանությունից սկսենք։ Նու Ուրա Քաղաքացիներն են արդեն ահազանգում հանրային ձայն, բայց ամենաբուն իմաստով ասում են պարոն Ղուկասյան, մեր շենքը վերածվե նարկոցենտրի։ Մարդիկ բացահայտ ափաշչարա նարկոտիկ վաճառելի։ Օրինակ Մարտիրոսյան Ռոման Արամայիսի, Անաստասավան Ղևոնդյան փողոց։ Ասում եմ Երևանի թիվ 1 բարեկնա։ Ես կխնդրեմ մեր Telegram-ին, եթե լուսանկարը կա, վերջին լուսանկարը տեղադրել մեր Telegram։ Մաշտոցի բաժին կատեգորիկ ոչ մեկ մոտիկ չի եթում։ Ամբողջ քուչի երեխեքին հագցրել է նարկոտիկի։ Ոստիկանությունն էմա։ Սա քուչեն գիտի։ Դաժե երեխեքը 14-15 տարեկան գիտեն, որ Մարտիրոսյան Ռոմանը պոռնիկի տղա է։ Բարիգը բլած։ Ոստիկանությունը չգիտի։ Եվ բացարձակապես ոչ էթում են, ոչ անհանգստացնում են։ Վայ Ղազարյան, ինչու պատասխանել։ Որովհետև ոստիկանությունը համատեղ է նարկոտիկի գործանը Բարիգ Մարտիրոսյան Ռոմանի հետ։ Մենք տեսանք ոստիկանության անճարությունը մի հատ խամերի վրով։ Որոշակի մարդիկ էլ ասեն, ասես բաներ Ամերիկայել այլն, ինչ եք ուզում։ Այո, այդպես բաները GTI-ը, խերայը, Ամերիկայում էլ լինեն։ Տաբեկի կներում են, Ռուսաստանում էլ ալլում։ Բայց այդ ամենը լինում է տրասների վրա։ Իսկ եթե լինում է քաղաքի մեջ, հենց վեկալ եմ, չգիտեմ, են Ամերիկայի քաղաքն, կամ փոքր քաղաքն, կամ Կալինինգրադը, չէ՞ թանք հասնենք Ամերիկա։ Կալինինգրադի մեջ մի անգամ եղավ տես բան, ես պատահական տեսա, ոչ իմ կենտրոնում, գայի մեքենան եկավ, տվեց շպրտեց բնեմիան, վսո, մտան հավքին։ 30 րոպե մի հատ խամեր մոտերի վրա խաղցրեց, ամբողջ ոստիկանությունը Երևանի կենտրոնում։ Էլ ավտոյի վրա կրակին, էլ պագրշկի վրա կրակին, էլ եսի միջարին, չի ենթարկվում քշմա ու քշմա։ Ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ միլիցեքի պապվածքը, ինչի էին իրանց մարմնով փագան խամերի դեմը, որ տվեց շպրտեց միան։ Այսինքն ոստիկանության քո բարեկները հասարակ հրահանգ չունեն, եթե կա չենթարկվող վարորդ, հասարակության կյանքը վտանգի ենթարկող վարորդ, ինձ է պիտի այդ վարորդին կանգնացնել, փուշ չունեիր, որ փռեիր ու հլներ վրով, չնայած խամերը քեռի չէր քո փուշը, եւ գումարած է դրանին ոչ մի համապատասխան մեքենա չկար, որ մեքենայով փագեր խամերի դեմը, ծայրահեղ դեպքում, ավտոներով փագեր, თუ ջարդեր կայներ, այդպես բարշեկը չէ, լուշը միլիցիան ընկնի ավտոյի տակ, քան մեքենան ջարդվի։ Այսինքն քո ոստիկանը դաժե չգիտի, Դանիել Իոնիսական, ձևափոխված, վերարտադրված, ոստիկանությունը դաժե չգիտի ինչ թեր առել խամերի դեմ։ Ու կրակը մեն չես են հասկանում, որ են կրական, 6 կրակոց, չատ, հետո, ու մեր խփան։ Կրակը մենք շոֆերը խփեք պրծնեիք։ Բայց ես հիմա մտածում եմ, ասում եմ, այդ խեշ միլիցիան ասում է խփեմ շոֆերին, այդ համ դատվե։ Դաժե չգիտի ինքը ինչ պիտի անի։ Ամերիկայում այո, խփեին, վարորդին կպրծնեին։ Գավ, раз, два и все։
Եթե մտել է ժողովրդի մեջ։ Որը որ տվյալ դեպքում ստեղ են ոչ իմ կենտրոնում էր։ Են նարկաման հանին, են։ Դու քո ոստիկանության աշխատողների գործողությունները որ նայեցիր, ընկեր Վայ Ղազարյան, դու որպես MVD-ի մինիստր քեզանից գոհ ես։ Հա։ Հետաքրքրում ասում են Վայ Ղազարյանը որ նայել է, իրանից գոհ է թե ոչ։ Ես մի փոքր ասած իրավիճակ ուսումնասիրեցի Աբազյան։ Վայ Ղազարյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Տիգին Արուսի տղու հետ։ Տիգին Արուս, հարգանքներս, այգնիկ ոնց ես։ Լավ ես։ Կարող եմ քեզ այգնիկ, ով իմ վաղտա քեզ չէ տեսեմ։ Այդպես նստենք ես դու դեր ռուզիկ մարտոմերա։ Կիսոյ, նստենք հələ մի հատ կոֆե խմենք, հասկանանք ոնց ես, ոնց ես, դու լավ ես։ Էլին ես հովանոցով նայում ես, չէ։ Այգնիկ։ Էսա քոտական շատ տարօրինակ տղա է, գիտես։ Ուրեմն, բանից պարզվում է, որ Վայ Ղազարյան որ դարել է միլպետ, այդ միլպետ դարալու հանգամանքին տարել առաջ օգնել է քո տղեն։ Ասում է $20,000 Վայ Ղազարյանից վերցրել է, տվել է արշակից խնամոտ։ Արշակն Վայ Ղազարյանը նշանակել է միլպետ։ Դա մեր միջևորս Վայ Ղազարյանը սիրում է արշակին, առավել ևս Դավիթին։ Ընկերությունն են անում էլի։ Դողոտ ընկերը մինիստր Այգնիկ, Աբազյան կումերը տենց ընկեր ունի, հասկացար ոբշտը, չունի։ Պես, Տիգին Արուսի տղեն մինիստր ընկեր ունի, դու մինիստր ընկեր ունիս, կումերը կարավի բանան էտ հպարտոնա, չի կարող։ Հիմա, քանի որ էտ հմա խոսք Վայ Ղազարյանից, որ ամբողջ համակարգը ոչ թե չի տիրապետն բացարձակապես, խամերը տեսանք, նարկամանների քանակը տենում ենք, ծաղկում են, ինձ թվում է այն Վարդան կա, Վարդենիցի, կամ դու Վարդանի վրեն չես կարում, կամ Վարդանն է քո վրեն ֆռռում, քրեական գլխավոր ոստիկանության պետն է։ Գումարած դրան, ուրբաթ օրը ազգային անվտանգությունն, Գերաբազյանի հիմնարկը, ձերբակալել է, ապա կալանավորել է Մարաշի պասպորտ սեղանի պետին, Լուսինե Հովհաննիսյանին, որի մասին մամուլը լռում է։ Չգիտեմ, այդպես դեպք չէ եղել, ուրբաթ օրը չեկիստնի, եկե մտել են կաշառք վերցնելու պահին, ձերբակալել են Լուսինե Հովհաննիսյանին և Աննա Սարգսյանին, 8 տարեր են։ Լուսինե Հովհաննիսյանը հիմա գտնվում է կանանց գաղութում, իսկ Աննա Սարգսյանը գտնվում է տնային քաղաքում։ Ես չգիտեմ Աննա Սարգսյանի նկատմամբ ինչի նման բարեհամբույր վերաբերմունք։ Չար լեզուներն ինձ ասում են, որ Աննա Սարգսյանն ըլնելի Աբազյանի գործակալ։ Այդ որ համար է ազգային անվտանգությունն Աննա Սարգսյանին ձեռ չտալի։ Ասել է՝ «Յա մադրաբանիոս, եկետի մեղք»։ 8 տարի կողել են տնային քաղաք։ Բայց Լուսինե Հովհաննիսյանը Մարաշի պասպորտ սեղանի պետ կալանավորվել ու քան լռություն։ Այդպես բան չի եղել, այդպես հինակություն չունի։ Ճիշտ չի, հաճելի մարդ։ Դեսինագործություն ունի, չունի։ Այսինքն որ ասում են կոռուպցիան եւ կաշառակերությունը Հայաստանը վերացել է, կա, կլինի ու կմնա։ Պրոստը կախված տոկոսներից։ Հիմա եթե հասարակահաղորդակցի ուզենա պասպորտ հանի, հուլիսից հետո նոր պիտի գա հանի։ Այս իրանց օնլայն գրանցման համակարգով ծածկել են, փռել են արևի տակ։ Դրանով իսկ հնարավորություն ստեղծելով, մարդկանց շրջանցելով օնլայն համակարգը, մաղարիչի տալի, պասպորտ ստանալի։ Այդ հաչելից էլ բավարար չկա։ Ոչ գայի, բանկա պլաստիկ կա, ոչ ID պլաստիկ կա։ Չկա։ Պլաստիկ չկա։ Ես չեմ կարող հասկանամ, Հայաստանի Հանրապետությունը պլաստիկ չի կարող արտադրել, Վայ Ղազարյան։ Հա՞։ Եթե դուք մի հատ հասարակ պլաստիկ քարտ չեք կարող արտադրել, այսինքն նաև մտավախություն կա, որ պիտի սկսեն աճուձախ բաժանել։ Ինչի ոստիկանությունը չի բարձրաձայնել Մարաշի պետի ձերբակալության հանգամանքը եւ կալանքի։ Հասարակությունից ինֆորմացիան թաքցնելի։ Այդտենց կեղտոտ բաներ անելի։
Ես այդ կարգերա ասում եմ պասպորտ սեղանի, вообще պետերը ինչ-որ մի բան փոխվել է, թե չէ, ինչպես հին ժամանակները մեր, սրա բոզը, սրա աղջիկը, սրա քածը, սրա կնիգը, սրա դիցույն։ Ասին այո, օրինակ։ Արաբկերի պասպորտ սեղանի պետ, Լոնդիգի աղջիկն է, Նարա Բարսեղյան։ Ես հիշում եմ այս ընկերուհու, ծլիկը հանում էր, տաշում էր, մտնում էր պասպորտ սեղան, մի պետի կաբինետով հլնում էր։ Լոնդիգի աղջիկն է։ Okay։ Մաշտոցի պետ Նատալի, բանկա եկա, Կոստանդյան Նատալի, ՀԿ-ի ագարկա, Շարմազանով, Մալմազանով, սրանք կուկուլալը անելի, էտենց կուլաղ պետներ կանալի, մինչև հիմա պասպորտ սեղանի պետ մնալի։ Մասիվի պասպորտ սեղանի պետ Ահարոնյան Աշոտի կնիկ։ Ահարոնյան Աշոտս կա և մնում է անփոխարինելի կադր։ Վովայի ժամանակներից քանի մինիստր փոխվավ։ Վովա, Օսիպյան, Լամպոչկա, դու։ Ահարոնյան Աշոտ մնալի ու մնալի։ Հալմալը տավույքը մնալի, իրակնիկն էր Մասիվի պասպորտ սեղան ծծծնելի։ Ամբողջ Մասիվի բնակչությունը ծծծնի Ահարոնյան Աշոտի կնգան իր հետ միասին։ Իսկ պարոն Աբազյան, ինչի Ահարոնյան Աշոտ մնալի, որովհետև Ահարոնյան Աշոտ Գասպարյան Վովայի ժուչոկ լնելի։ KGB-ս կոչվում իմիջալոց։ Այն օրը ես ու Ռուզիկս եկել էինք Աբովյան 9։ Աբովյան 9 ասեցի հիշալ։ Գագո, կվարցիր ասուլը։ Ես կվարցիրա եմ ուզեմ։ Ես ասի չէ Աբովյան 9 հասելում ես կվարցիրա եմ ուզեմ։ Լավ, Գագոն էլի լսա։ Մեկա Գագոն կվարցիրա տվող չայ մարդ։ Երբ որ դառնամ լովիկ նոր։ Եկել է Աբովյան 9։ Ես ու Ռուզիկս էինք։ Բարձրանում էինք լովիկեն ստուն կոֆե խմելու։ Լատե։ Այ մարդ բարձրացանք։ Մեկ էլ մի հատ անենց հաճելի դուխու հոտ առանք, այսինքն մենք լիֆտով հելանք, լիֆտը բաց ավ է դուխու հոտը խպես գիտու բենից, այ մարդոսես ինչ հաճելի դուխու հոտ ավ, Ռուզիկն էլ ասեց չէ աղջի, ես էլ ասեց հայ ինչ լավ հոտ ա, ասես ոնց որ թե մեկը ինչ էլ աղջանը, հələ կանի տենանք ես սովա, նորից նստանք լիֆտ, չմտանք տուն, նորից նստանք լիֆտ թափովիչանք ներքև, ասինքն տենանք ես ու դուխու հոտն այ մարդ, մեկը տենան բացեցից դու ես դուրս գալեմ Է դուղու հոտ են քոյտերից գալում ա, Աբազա, Աբովյան 9 հասցրեմ ինչ է իրանում այ մարդ, էդ ինչ լավ դուխ է, էդ դուխ անոնի չա, ես էլ եմ ուզում եմ դուխուց, Ռուզիկն էլ հավան է, ես կեզ խնդրում եմ անդոյին ասում ես, էդ դուխին արնմա ғրգմա գայի պողոտա երկու, անդեղ հիմա արտակամ դե չգիտես, դու ես դաժը ճանապար է, անդեղ ժողովրդին տանիտ ասի, ես դուխ են կրկել Աբազանը, ես է դուխուց եմ ուզում, Էդ ինչ հաճելի հոտել աղջի չէ, դու թե ինչ էիր անում, ատասիրու, զուկվուկ, զարդարվուկ, ապատապաշ եկից էլ անդորս, Աբազան, բղտոր է քո հոգին, ուզում հասկանամ ինչ-որ մի բան դուր չի գալիս իմ նժուկին, արդյոք ինչն ալ է կոծել դրա հոգին, սուժետ նրաման, աղջետ սերնետ ինչ պոնը, չգիտեմ, Ատած կդուխավորվեն, կզուկվեն, կզարդարվեն տած քո նման, ու տղա մարդկանց կտանը, տունավոր կատում են։ Հոկանի գիլի, հասնատ իմացավ։ Ես դուխին ստանամ, ասնիկ առաջ, միջև հիմա հոտը կտիսա, ալես լավ դուխի էր, դու դրան իշում էր, չէ, քո մարդը չի ծանամ, չէ դրանից, Եկ համ ուշեղիշ մարդ, ես է դուխին կեզից պահանջում եմ, ասնենք առաջ, մյուսը, Շինգավիթի պասպորտ սեղանի պետ, Արամայիս Անտոնյան, ոչ մի առողջություն չունի պասպորտի հետ, երբևից է, եղելա քսերոք աշխատացնող, այսօր դարել է պասպորտ սեղանի պետ, Չարբախի պասպորտ սեղանի պետ, Մեդիցուհի, որի մենք անդրադարձել ենք նախկին ԶԱԳՍ-ի աշխատող, այսինքն բարի ավանդույթները շարունակվում են, Նակոլկա Շուշո, դու պասպորտ սեղանի պետ ծածծրած կաս, ոչ,
Նակոլկա շուշո, խնդրում եմ ասա, քո համապատասխան մարմնի վրա կա 3 հատ հետաքրքիր դաջվածք։ Աչ բդի վրա դեպի սեռական շրթի արանքը դաջված է չորնի դելֆին։ Ցանքի վրա դաջված է մեդուզա գարգոնա։ Ձախ բդի վրա դաջված է ասմինոկ, բայց այդ բոլորը դաջված են սեռական օրգանին մոտիկ, այսպես կուլիկ։ Հիմա սա տենամ։ Ահարոնյան Աշոտը իակնգա հետ միասին, որ հատվածից սկսեն մոտենալ սեռական շրթերին, չորնի դելֆինից, թե ասմինոգից։ Ձերը դրեց մեդուզայի վերել, ցալքից, բայց քո ցալքը փայլամա, չէ, թրաշած։ Վթովայ Ղազարյանն էլ նայի, գլգլը անելը ոնց է ըլնը։ Ահարոնյան Աշոտ, անփոխարինելի Աշոտ։ Տար խնդրում եմ այս ընտանիքին տուալետում ծծցրակ։ Հելի Շուշոջան, քո մոտետի լավ աստացը, Ավինյան Տիգրանը կարոտել է քո ծլիկի համին։ Խնդրեմ։ Ասնենք առաջ, նորից եմ վեդը։ Ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության վարշապետ Նիկոլ Փաշինյան լինելի ջերմուկ։ Հիմա ջերմուկը գնալուց է եղել, գալուց է եղել, ոնց որ գնալուց։ Մի հատ հասարակ գյուղացի մարդ, տենալով հարգելի ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի էսկորդան, մեքենայի միջից ցուցատվել միջնամատ։ Հայտնի ժեստը։ Նիկոլան ժեստան տենալի։ Նիկոլը ժեստան տենալի եւ ինչ անելի էս շիզոֆրենիկ։ Հրամանատալիս աշխատանքից ազատել տարածքի բանը գայի դասակի հրամանատարին եւ վաշտի հրամանատարին, որի անունն է Կարո։ Ինքն հանդիսանում է ԿՊ-ական Գարիկ Սարգսյանի փեսը։ Ես ուզում եմ հարց տամ։ Նիկոլ Փաշինյան շիզոֆրենիկի։ Դու էսկորդով անցնում ես բոզի տղա։ Մի հատ բիզա մեքենայի միջից ցուցատալի միջնամատ։ Ատե գային ինչ անի։ Իսկ դու ուզում հասկանամ։ Այս երկուսին որ ազատել ես, վայ Ղազարյան։ Ատեղ գային ինչ անի հարց եմ տալի քեզ։ Հա? Հիմա դու էսկորդով անցնես, մի հատ տատի ոչ թե մատը ցույց տա, այլ դալոն ցույց տա։ Ու մենք բռնենք տարածքի անչափահասների տեսուչին գործից ազատենք, կամ գայիշնիկին։ Ինչ աներ այդ գայիշնիկը։ Բիձումը միջնամատը ջարդեր։ Բոզի տղա մարդուն գործից ազատելու համար, այսինքն դու անենց անեիր, որ ժողովուրդը քեզ մատ ցույց չտա։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը կալոնայով անցներ, մեկը մատ ցույց տար, կամ Ռոբիկին։ Բախամին, չեն կարա ցույց տային։ Հիմա եթե քեզ ցույց են տվել, ուրեմն դու բոզի տղա ես ցույց են տվել։ Դրանով միլիցիան ինչ անել։ Այսինքն դու գնացիր գորից քեզ ասին ողջույն բոզի տղա, դա նորմալ է։ Ոչ մեկ ինչ ազատիր։ Բայց հիմա այս կորդով անցնում ես գայիշնիկի չանի։ Երկու հոգու ազատել աշխատանքից։ Ինչա՞։ Ցուցուլյանի, ասենց ասած մարդիկ էլ կապնվում են Ցուցուլյանին, ասում են Ցուցուլյանի, ինչ ազգալի բոզի տղա զգալու։ Ոնց անենք, ինչ անենք, որը Նիկոլի դասարանցին է, կուրսեցին է, բոյֆրենդն է, ով ասում է, ես բան չեմ կարող անեմ։ Շիզոֆրենիկա ազատել է, ես ինչ անեմ։ Գիտեք ժողովուրդ։ Չգիտեք։ Պիզեց։ Մյուսը, նորից եմ վեդեն, ես ասում եմ, չէ։ Ես ունեմ վեդեի օրնա։ Ակ։ Ուրեմն, սա էր արդեն որի օր քաղաքացին է ահազանգը, Արամի փողոց, Պուշկին, Կողբացի, Տերյան, Կենտրոն, կանգնում են անհայտ ծագման անձինք և կայանատեղի համար պահանջում են գումար, 500-ից 1000 դրամ։ Ոստիկանություն դիմում ես ասում է թաղապետարան դիմում ես ասում է ոստիկանություն, բայց իդողում ոստիկանություն, ոչ մեկ չգիտի դրանք ով են, հələ մի լուպ։
Բարև ձեզ, դա կենտրոնի բաժնից է։ Ահա, շնորհակալություն։ Ուրեմն մենք մի հարցի շուրջ ենք զանգահարել ձեզ։ Խնդրում եմ ընդունեք ահազանգ քաղաքացիների կողմից Արամի փողոց, Պուշկինի փողոց, Կողբացու եւ Տերյան։ Կանգնում են մարդիկ, ովքեր ավտոկայանելու համար պահանջում են 500-ից 1000 դրամ։ Գումարը չվճարելու դեպքում վնասում են մեքենան, խազում են, փրթում են, չգիտեմ, մտնում են։ Նորից եմ կրկնում, Արամի փողոցի վրա, Պուշկինի վրա, Կորյունի վրա, Տերյանի վրա, ոչ եմ կենտրոնի կայանատեղիները, որտեղ որ կա, շրջում են մարդիկ առանց ՀՏՄ, առանց թույլտվության, առանց որևիցե մի բանի եւ ավտոկայանող մեքենաների վարորդներից պահանջում են 1 ժամվա դիմաց 500-ից 1000 դրամ։ Ես ուզում եմ հասկանամ, սրանից ոստիկանությունը, կենտրոնի բաժինը տեղյակ է թե ոչ։ Ես չներկայացա 1000 անգամ ներողություն, հանրային ձայն Վարդան Ղուկասյան։ Ղուկասյան ջան, ընդհանուր տենց ահազանգել գնում ենք, զբաղվում ենք, այդ ապոնի ավտոկայանատեղիներով զբաղվողներին հետ բերում ենք Արցախյան պատասխանատվության ենք ենթարկում, բայց ձեր ասած չափերով տենց տեղեկություն չկար այս բանը։ Այսինքն մեր ասած չափերով գումարի չափն է բարձր, թե լավ, թեկուզ 100 դրամ։ Քաղաքացին մեզ ասենք տվելա կեղծահազանգ խափելա, չափազանցելա 100 դրամ։ Այդ 100 դրամով որ կայնում հավաքում են, դրանք ովքեր են։ Ո՞վ է դրանց հետ բերում կանգնացնում։ Բարձր եք։ Կզբաղվեք։ Ահազանգը խնդրում եմ փոխանցեք անձամբ ձեր միլպետին։ Հաջողություն ձեզ։ Փաստորեն գումարի չափն է շատ։ 100 դրամ դες խնդրեմ։ Եմ որ ասում եմ, «Ատե շեր է 19:40 չէ, 19:43 է»։ Ո՞ր ասում եմ 500-ից 1000 դրամ։ Տոլի 100 դրամ։ Արչի 50 դրամ։ Վայ Ղազարյան, բայց քո այդ պարենգները եւ այլն ուր են։ Դու ես վերցրել ես մի անգամ հեռախոսը զանգես քո կենտրոնի միլպետին են Գորդի աշկերին։ Ասես ես ինչ հա։ Հա։ Բերեմ ենք ասում տուգանում եք ճամփ ենք դնում։ Բերեք տուգանել եք քիչ հա։ Պետք է հասկանալ ով է դրանց այդտեղ ուղարկում։ Գեմենախոն տուգանելով չի։ Ընկեր Վայ Ղազարյան։ Խամեր չեք կարող կանացնեք։ Կաշառակերության դեմ անզորեք, նարկոմանների դեմ անզորեք, փոխհավքողների դեմ անզորեք, լավ, բա դուք ինչի դեմ եք զորավոր։ Հա։ Իմիջալոց, քանի որ գնաց խոսք դրանից։ Այսը խոշեկն ասեն հանգաստրել են։ Բոլորի կողմից լավ ճանաչված Արշակ Հակոբյան, որը հիմա գտնվում է քերակատարողական հիմնարկում, պարոն Աբազյան, ոչ ձեր ջանքերի շնորհիվ։ Իմիջալոց դա է շեշտը, որովհետև դուք հիմնականում զբաղված եք դուխի ընտրելով։ Ուրեմն մարդը գտնվելով Բերդում իր բիզնեսը ապրում է կարկառուն վերելք։ Օրինակ Մռոյի ավտոկայանատեղին։ Մի րոպե, էսի ոնց որ թե մեր աղբյուրնիկն են։ Ինչ են ասում, երկնային գրասենյակից ան։ Կայնեք։ Մռոյի տարածքում ամիջապես գոյություն ունի ավտոկանգար։ Ճիշտ է, ահա, որը Արշակ Հակոբյանի սեփականությունն է, հաճելի մարդ։ Ну, իրա կամ փոխապակցված անձ է, որ չասեք, Իանը չի, աղջկանն է, այն Լուդովիկոս դեմքով։ Ուրեմն գինը դարել է 500 դրամ։ Այսինքն ավտոկայանատեղի 500 դրամ։ Գալում են կուլտուրական կուրիկ, մացանում են, չեկը հանում են 500 դրամ։ Միջումը դնում են, ավտոն մտնում է Մռոյի տարածք։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, դու դատախազություն ես։ Արշակ Հակոբյանը իր ողջ գիտակից կյանքի ընթացքում Վանո Սիրադեղյանի ժամանակներից եղել է վարորդ, ուադիտել, ավտո լվացող, բանալները տվել են, ասել են տար ավտոն լվաբեր։ Այդպիսին էր ինքը ռազմական ոստիկանությունում, երբ որ կար լիդեր եւ շերիֆ։
լիդերն ու շերիֆը անխնացածն են Արշակ Հակոբյանի նավարին։ Էնոն է լիդերը մանթոյր ընկել, որ իսյան անդրադարձել է։ Չնայած ագանջից հասավ, որ լիդերը Եվրոպաները մա։ Հանգիստ անցկացնա, ոչինչ։ Եվրոպական հանգստի վայրից ներողություն ասեմ լիդերը, շերիֆը։ Շերիֆը թո հանի խրը թշի, պրավը որպես բայգալովկա Իսկանդեր, են որ հայտարարում են, գանգնի Արշակի տան զալի մեջտեղը։ Չքվի գեդին, բաց չպայթի, որ գնանգան հոտ քաշել։ Հիմա այն աղջիկները, որ սենց փորը տնգելա, մատով պասմատրից է, յաբերեմ են նայա։ Ոնց որ ստացել է Լամանոսովի կարմիր դիպլոմ, անեց էր հպարտ կայն է։ Այդ ցանկացած, ոնց էր ասեմ Գալու Սահակյանը, կանայք նրա համար են, որ երեխա բերեն։ Էդի գրածո, այդ դրա մեջ հպարտանալու բանը որն է, այն Պիրլամունդովի Փիրուզի հակելա հայլիների շողիրա Վոյանից մի քանի հատերել, այն ձիու դեմքով, փորն էլ մաժը մա թե տեսեք եթարի։ Արտադրանքները մեկից այդ բանա, իմբիցիլա, հաղիելի։ Ու մտենում ես այդենցա, իմբիցիլ, դաուն, և այլն։ Գենետիկայի ինստիտուտի լաբորատորիայի ապրանք ցրտածներդ։ Հիմա, այս մարդը գտնվելով բերդը, շարունակում է հարստանալ, հաչելի մարդ։ Ապորինի գույքով, գումարով, հարստացումով վերցրել եք, կողել եք բեր, բայց մարդը յուրաքանչյուր մեքենայից 500 դրամ դնված ջրել։ Այդտեղ ցանկացած հասուն մարդ, ստե գտնվող, հավեսով կուզենա գնա նստի բերդ, Վարդաշեն կլինի, այն Ռոբի մոտ, որ հələ միջև հիմա նստած է, մի գրամի համար, ես հələ սպասում եմ դատախազության որոշմանը, գնա նստի Ռոբի մոտ, կամ գնա նստի չգիտեմ Արմավիր, օրը ես ամենահամեստ հաշվարկով, չգիտեմ ինչ ասեմ, 500,000 դրամի մինիմում եկամուտ ունի, 500,000, չի 500,000, ավել, $1,000-ից ավել, մենակ ավտոստայանքից։ Բա Արշակս, որը որ Վանոյի ժամանակ եղել է 06-ը լվացուղ, լիդեր շերիֆի ժամանակ ախրանայի ավտոները տանում էր մոյկա լվը մեր բերում էր մինչև ոտերի տակը կերան եկավ նստավ, դրանց հետո ևս, ասիկան ողջ իր կյանքի ընթացքում եղել է պետական ծառայող, աղջիկն էլ գրում էր իմ գնդապետ հայրը, Ալամ աշխարհը ծսնի քո գնդապետ հորը, բոզին աղջիկ, դարին ասա, քո հերը օրումը ասկացե, ինչ անշանակում գնդապետ, նախ ինչ օրս, ինչի չեք խորանում դրա բանը կոչումներով, այդ դիպլոմներով։ Միաթելը վերցրեք, Արշակ Հակոբյանի դիպլոմը բացեք, որը որ ինքը ստացել է լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան եւ այլն, ու միաթելը գնացեք այդ ուսումնան հետևից, ուսումնական այսպես ասած բուհի, տեսեք հələ կա, գնացեք այդ Վարդանանց համալսարանն ինչ գրող ու սերցավ է, հետեցեք Արշակ Հակոբյանը բացի այդ բուհ մտել է, ոսո թողմախի, բանամա հելը, բուհը բացվել է 96 թվին խոսք օրինակ, 97-ի թողմախի հելը բուհը ավարտնել է, կարծեմ էլի Վարդանանց։ Մի տալու, բարձրագույն կրթություն։ Ու այդ կեղծ դիպլոմով մարդը կոչում, հետևից եղել է ոստիկանության ազնագազմի վարության ազնագազմի գծով տեղակալ, խրի տեղակալ եւ այլն, գնդապետ, կյանքում ֆորմա չի հագե, ես չեմ տեսել ֆորմով։ Ու այդ մարդը ունի հսկայական հողատարածք, մարուի քթի տակ, ոստիկանության հետ համատեղ ու աշխատում է միլիոնավոր դոլարնի։ Ու հիմա մենք կոչվում ենք կոռուպցիայի դեմ պայքար։ Մի ավտոն 500 դրամ։ 77 ZZ 777 ավտոն էլ ընդերվեշնի կայնած։ Ամեն մի պետհամարանիշն էլ 8 միլիոն դրամ։ Հիմա Նիկոլի զոմբիները, որ նայեն, ինչ են հասկանալու։ Հաճելի մարդ։ Աբազյան։ KGB-ի մինիստրես։ Ոնց հասկանանք, ուրա KGB-տ։ Ամբողջ օրը գայի պողոտա երկուս նստած, սաղի հեռախոսները լսում եք, լավ եք արում։ Ես մի օր վեկարել եմ զանգեմ սեքս պա տելեֆոնում անեմ, որ օպերները ով որ լսում է, ունենա ակամա սերնա ժայթքն այդ անտեն ապարատի դեմը նստած։ Ո պետք է սանոց զբաղվի։
Իմիջալոց, Էլազեի տեսե։ Անդոյին ոնց որ թե Անդոներ, հա Անդոներ էլ։ Անդո Էլազիս մեջ երկնքից իջավ երկու աստղ։ Մեկը մյուսից, մեկը մյուսից։ Այնց հետաքրքիր աստղեր էին, այնց այդ փայլում էին։ Առաջ խաղացում ես ունենալու Անդո։ Գիտեիր։ Ես զանգեցի այն բախտնայողին։ Շատ լավ աղջիկ է Իմիջալոց, Անի։ Ասի Անի ջան, մի հատ հələ չեմ ուզում զանգել հիմա։ Ասի մի հատ հələ Երազեմ տեսե, խնդրում եմ, ասա, երկնքից իջավ երկու հատ աստղ, մեկը մյուսին, մեկը մյուսին։ Հնգաթև էր։ Այդ ի՞նչ է նշանակը։ Ասես պաշտոնի առաջ խաղացում է։ Կոչում պաշտոն։ Դենաս Անդո Միքայել վերևում պիտի եթանստի։ Հա, Անդո։ Հաստատ չէ չժեք, կամ հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Չէ։ Անդոն աշխատում է։ Շատ լավ աշխատում։ Այն օնել ասում է, մեկին գործի էի նշանակե, Անդոն հաջորդ օրը հանել տվեց։ Ուրբաթ նշանակին երկշաբթի հանին։ Օպերատիվ է։ Ճիշտ է, սիրում է սեկտի հետ խաղա, փակի բացի։ Դե Անդոյի եկամուտը տեղից է գալու, բայց ավտոմատ աշխատում է։ Դուք ինձ հասկանում եք, չէ՞։ Լավ։ Մարդը բերթը նստած տպում է։ Ու ոչ մեկ չէ թեմ ասի, հələ շատ ներողություն, այս ավտոստոյան կերում նա։ Էս ինչ է։ Ուրեմն Կատիլակ Սերոժ, ես ժամանակ էի տվել Կատիլակ Սերոժի մինչև փետրվարի վերջ։ Երեք անցնում եմ կինո հայրենիքով, դենամ ոչ մի բան չի արվում։ Ես չգիտեմ Կատիլակ Սերոժի թևի տակով է դրել փափուկ բարձ։ Բայց եթե մարտի 1-ին կինո հայրենիքի սյունը պատրաստ չի եղել, շոշո հլարի, ուրեմն մոտդ գրի, մարտի 1-ին այցելում ես Երևան, Կատիլակ Սերոժենց տուն, ոչ մի բան ստեղ գրում եմ մարտի 1, ոչ մի բան չես հերթագրում, ոչ մի ընդունելություն, ոչ մեկին, կոնկրետ մարտի 1-ին ճախարակում ես Կատիլակ Սերոժենց տուն, էլ ոչ մի ընդունելություն չկա այդ օրը, կապված արդեն գիտես ինչ է, տենա շարունակի։ Մարտի 1-ը լուսացավ, արևի առաջին ճառագայթները կպան կինո հայրենիքի պատին, ես պիտի սյունը տենամ։ Կալիֆորնիայում կան հայեր, լիքնեն նման հայեր, որոնք իրականացնում են ծերանոցի բիզնես և անմարդկային պայմաններում են պահում ծերերի, ընդում մատնելով սովի։ Բացի նրանից, որ մատնում են սովի, հələ մի հատ էլ քնաբեր դեղեր են տալի, որպեսզի այդ ծերերը քնեն, իրենց չանհանգստացնեն, քիչ ուտեն, իրանք էլ այդ փողերը լափեն։ Ես հետաքրքրվեցի այդ հոմլես, չգիտեմ ինչ գրող ու սերցա, ինչքան փող ա բերում մի ծերը, մի ծերունի անձը այդ ծերանոցին։ Ուրեմն ինձ բացատրությամբ ներկայացրեցին, որ ծերանոցին ա անցնում թոշակը, ծերանոցին ա անցնում խնամակալի գումարը, ծերանոցին ա անցնում այդ ծերի դեղդեղորայք եւ այլն, իտոգում մի ծեր կինը կամ մի ծեր պապիկը կամ տատիկը այդ հոմլեսա, հոմլետա ինչ գրող ու սերցավա ծերանոցի վրա եկամուտ ա բերում մինչև 6-7-8 հազար $, նայած ծերունու թոշակի, այսինքն ինչ աշխատանքային ստաժ ունի։ Ինձ հետաքրքրեց ովքեր են զբաղվում կոնկրետ նման անմարդկային բիզնեսով, օրինակ Հասմիկ Մելքոնյան, Granada Hills, այդպես է կոչվում։ Ես դիմում եմ Կալիֆորնիայի այն հայերին, որոնք որ զբաղվում են այս կեղտոտ գործով։ Իմ մոտ նշանակություն չունի ազգություն, կրոնական պատկանելություն, չգիտեմ, սոցիալական շերտ եւ այլն։ Եթե դուք բացել եք ծերանոց, որ ասում եք խիղճը կտրվի, եւ դրանով փող եք աշխատում, այդ թվում նաեւ Հասմիկ Մելքոնյան։ Ուրեմն բարի եղեք, ձեր առած գումարի գոնե 35-40%-ը ծախսել եք ծերերի վրա։
Ես ցույցում եմ իջեցրել Կալիֆոռնիայում այն անձանց, ովքեր սիրում են հանրային ձայնը, ովքեր ունեն, այսպես ասած, մարդկային խիղճ եւ հոգի, հասցեներով, սեփականատերերով, ֆոտո, վիդեո մատերիալով տրամադրել հանրային ձայնին։ Հանրային ձայնը այդ ամենը գեղեցիկ կերպով կուղարկի ամենապատկան մարմիններին, որովհետև մենք ոչ մի պարտականություն չունենք, այսինքն կապ Միացյալ Նահանգների հետ, որպես իգիտություն, որ իրենց ծերանոցներում նմանատ կամ ԱՄՆ լրատվամիջոցներին նման հասցեներում խոշտանգման են ենթարկվում ծերերը եւ չգիտեմ ինչա կոչում դրա սոցիալական ծառայությունները թող մի փոքր ավելի ակտիվ լինեն եւ ոչ թե մենակ գան փագեն, այլ նաեւ կալանավորեն։ Նշանակություն չունի ծեր ամերիկացիա, մեքսիկա, պորտուգալացիա, թե ինչա, ձեր արածը բոզի թողություն է, մի բառով։ Ռուսաստանում դրան շատ խիստ են արձագանքում, եթե դա հրապարակային ձևով ներկայացում է։ Ես հանրությանը պատմեցի այն դեպքը, որը տեղի ունեցել ինձ հետ, ես այդ ժամանակ շտաբօգնությունում էի։ Մի ամբողջ մասնավոր ծերանոց դատախազությունը պայծեցրեց։ Դերտեց։ Ուզում եմ անդրադառնամ մարդասիրական օգնությանը, որը ուղարկվել է հայերի կողմից, Հայաստանի կողմից Թուրքիային։ Այո, Թուրքիայի աղետը շատ լուրջ աղետ է, եւ այդ աղետը արեց այն, ինչը որ չէին կարողանում անեին տարածաշրջանի, այսպես ասած, խաղացողները։ Աղետը ստիպեց Թուրքիային հետ կանգնել իր բոլոր այն պլաններից եւ արհավիկներից, ինչը որ պատրաստվում էին Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը բերեին Հայաստանի գլխին։ Բերեին Հայաստանի գլխին, որովհետեւ Հայաստանի ղեկավարությունը բոզիտարական ղեկավարություն է։ Այն մարդիկ, ովքեր, այո, նայում ես կադրերը բավականին ցավալի կադրեր են։ 15,000-ից ավել շնչյունություն հավասարվել է հողին, իսպար, եւ զոհերի քանակը բնականաբար չի սահմանափակվելու 50-60 հազարով։ Զոհերի քանակը գերազանցելու է 100,000-ը։ Ինչքանը իրանք կհրապարակեն, Աստված գիտի։ Բայց եթե չլիներ այս աղետը, մենք այս գարուն կանգնեցինենք շատ լուրջ խնդրի առաջ։ Զանգեզուր, Մանգեզուր, Ջերմուկ եւ այլն։ Սա խառնեց Նիկոլի Էրդողանի, Ալիևի խաղակարգերը եւ Ռուսաստանի։ Որ ասում է Բիրիժոննովա բող Բիրիժոտ։ Հայաստանի Հանրապետությունը ուղարկեց մարդասիրական օգնություն 100 տոննա Թուրքիա, 30 տոննա եղբայրական Սիրիայի։ Ուզում եմ ասեմ, որ ես համաձայն չեմ այս օգնության հետ, օգնության բաշխման հետ։ Օգնություն էր ուղարկում 30 տոննա ղրգեր Թուրքիային, 100 տոննա ղրգեր Սիրիա։ Ոչ։ Հետաքրքիր է, որ օգնության մեջ ներգրավված էր նաև Խաչատուր Սուքասյանի ընտանեկան բիզնեսի արտադրանքը։ Ուզում եմ հասկանամ, Խաչատուր Սուքասյանը դա անվճար է ուղարկել Թուրքիային, թե դա իրենից գնել է պետությունը եւ ուղարկել է Թուրքիային։ Սա դա պետք է ճշտել։ Մյուս հետաքրքիր ահազանգը, որը մենք ստացել ենք, որը ունի ճշտման կարիք, պարոն Աբազյան, կանում է նրանում, որ, ըստ մեզ ասած, դեռ չճշտված տեղեկությունների օգնության մեջ, որը որ ուղարկվել է Թուրքիա, դեղորայք, բանը պալատկեք, սպալնի մեշոկ եւ այլն դուրս է եկել аэроպորտի կարգոից։ Այսինքն այն օգնությունը, որը որ ուղարկվել է Սփյուռքի կողմից Հայաստանին 44 օրյա պատերազմով պայմանավորված, որի կադրերը մենք մի անգամ չէ, որ ցույց ենք տվել, որ լցած է մինչև հիմա պայեսներում եւ չօգտագործվում, դեղորայքը, հաշմանդամի սալակները, այնտեղ պալատկեքը, վրանները, վեշմեշոկներ եւ այլն,
մենք դա ցույց ենք տվել, դա դրա մի մասը, ես այդպես համեստ ներկայացնեմ մեզ ասած ինֆորմացիան կրկնում եմ, որ ունի ճշտման կարիք եւ դա մենք անպայման կճշտենք, ուղարկվել է Թուրքիա։ Ինձ հետաքրքիր է, այն մարդիկ է օգնությունը, որ ուղարկել են մեր հայ զինվորի համար։ Вообще խաբար է, որ իրանց ուղարկած օգնությունը հասել է Թուրքիա։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Ինձ ինֆորմացիան եկել է երկու տեղից, չեմ ուզում հավատամ։ Ասեմ կարող անձի խափեմ։ Այդ պատճառով ես խնդրել եմ հստակեցնել։ Բայց եթե ինֆորմացիան հաստատվեց, Աստված էլ Բեթարեն ազատի, պարոն Աբազյան։ Դրան գումարած, ես ուզում եմ երկու բառով դիմեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակությանը, որովհետեւ համացանցում ես ոնց որ տեսնում եմ, այդ թեմայով ոչ մեկ չի խոսում, կամ ով էլ որ խոսում է շանտեր տնող չկա։ Вот некоторые блогеры, тиктокеры, которые очень сильно переносят землетрясения, ну морально землетрясения в Турции, я просто сильно удивлен. Вот Турция во время 44-дневной войны полностью воевала вместе с Азербайджаном против России. Экономически, военно-экономически, всячески Эрдоган помогал Алиеву. А теперь что мы видим? Видим, что Азербайджан отправляет гуманитарную помощь Турцию, использованные вещи, разные тряпки. Точно так же, как они этот так называемый в 1988 году, когда произошло землетрясение, точно так же отправляли для армян. Использованные простыни, наволочки, весь в крови и изношенную одежду. Точно так же Азербайджан отправляет свою гуманитарную помощь в Турцию. Если в 1988 году это была недружеская страна Армения, хорошо, я понимаю, они всячески издевались над нами. Но сейчас же дружественная Турция. Зачем туда отправлять изношенную одежду? Даже посол Азербайджана в Турции об этом говорит. Хватит отправлять всякие тряпки в Турцию. Вот какое отношение азербайджанцы уважительное имеют к туркам. Потом, я не хочу радоваться горе турецкого народа, но когда ноябрь 2020 года президент Турции Эрдоган, президент Азербайджана Алиев радостно, в эйфории приняли парад в Баку и всячески аплодис и всячески издевались, вот Небесная канцелярия наказала вам, многоуважаемые вы мои. Вы отняли 5000 парней от нас. Ваш Аллах как минимум забрал 100 000. Это минимальная цифра. 100 000 граждан Турции погибло во время землетрясения. И погибло в большинстве случаев потому, по той простой причине, что дома в Турции некачественные. А кто их строит? Сын Эрдогана. Коррумпированная схема. А зять Эрдогана, Байрактар, как его там называют, говорит, я вам дам 1000 бесплатных домов. Идиот. Если 16 000, больше 16 000 домов пошло под землю, каких таких 1000 домов? А? И я надеюсь, что турки, они умные. Умный народ.
ни в коем случае не простит это Эрдогану, и вот в мае месяц там будут выборы. Я призываю граждан Турции ни в коем случае не голосовать за Эрдогана. Эрдоган убийца. Эрдоган гандон. Вместе с Алиевым. Они оба такие. Отсасывают от своего народа все. И армяне, которые типа являются врагами турков, отправляют 100 тонн гуманитарной помощи к своим врагам. Это я не желаю такого. Но наше правительство отправило. Потому что наше правительство гандон. И своих спасателей. Армянские спасатели не издеваются над гражданами Турции. Скажи спасибо Пашиняну. Азербайджанские спасатели достают человека из-под руин и через веб-камеру телефон говорит: благодари Алиеву. Вот ваше воспитание. Вы издеваетесь даже, азербайджанцы, над вашим соратником, союзником. Неблагодарные пидорасты. Если бы не Турция, вы бы войну не победили. И не Россия. Эти два гандона. А вы третий. Кстати, японцы говорят, что число жертв 330 тысяч. 330,000 ըստ ճապոնացիների Թուրքիայի զոհերի քանակը։ Мишина. Я так понимаю, что в ближайшие 5 лет Турция не может восстанавливаться. Просто-напросто не может. И как минимум 5 лет будет мир и покой во всем Кавказе. Ինչ մեկը պիտի դասեր։ Եվ ես ուրախ եմ, որ թիվը 330,000-ը ըստ ճապոնացի փորձագետների, եւ այս թիվը դեռ կարող է աճել։ 330,000 հիանալի թիվ է, եւ հաշվառելով են բնական աղետը, որի մեջ ընկել է Թուրքիան, վրադ լի դեմի 5 տարին շողլի կա։ Ես ուզում եմ անդրադառնամ մի թեմայի շատ կարճ։ Ինչպես գիտեք, Երևանում եւ առաջի փուլում Երևանում, ապագայում ողջ Հայաստանում սկսել է գործել հանրային տաքսի։ Շատ հաճախակի մենք ստանում ենք կեղծ, այսպես ասած, պատվերներ։ Վարորդը պատվերը ստանում է, գնում հասնում է այնտեղ, քեսա։ Չկա պատվիրատու։ Եվ ես հասկանում եմ, որ արվում է մյուս տաքսի սերվիսների կողմից, որոնք փորձում են ամեն կերպ խոչընդոտել հանրային տաքսի սերվիսի գործունեությանը։ Իմ կողմից իջեցվել է հրաման բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով որ գալիս է տաքսու ահազանգը, այսինքն պատվերը, եւ տաքսին գալի հասնում է այնտեղ, այո, մենք ունենք այժմ վարորդների խնդիր։ Ամեն կերպ փորձում ենք այդ հարցը լուծել։ Կարող է նաև վարորդների հարցի խնդրի լուծումը լինի սակագնի բարձրացման հետ կապված, բայց կիլոմետրաժի չափը պահելով, այսինքն չլողացող գներ դնել, որպեսզի մարդը իմանա առավոտ 6-ին էլ իջնի ստեղ 600 դրամա, պիկ ժամին էլ գնա 600 դրամա, չգիտեմ որ ժամին էլ գնա 600 դրամա, չի ավելանում, այսինքն լողացող գները վերացնել։ Եվ եթե ֆիքսվել, այսինքն ցանկացած համար պատվեր տալուց ֆիքսվում է։ Եթե պարզվեց, որ այսինքն այդ համարից պատվեր տվողը պրոստը որոշել է կայֆավատելնի հանրային տաքսի սերվիսի վրա, փորձելով ինչ-որ մի կերպ խոչընդոտել մեր սերվիսի աշխատանքը, բոլոր այդ համարները իրենց սեփականատերերի անուններով կհանվեն ջրիերես, ում ապատկանը, որ հացի վրա է գրանցված, այդ համարի վրա անձամբ կզանգեն ամենավերջի հայոյանքը կտան եւ կձայնագրեն, տանով տեղով կծծնեն,
Իսկ եթե պարզվեց ով է կազմակերպիչը, այս տաքսի սերվիզը կամ այն տաքսի սերվիզը, ես խոստանում եմ այդ դեպքում պարալիզել տվյալ տաքսի սերվիզի աշխատանքը։ Րոպեում 1000-ից ավել այնքան պատվեր գցելու 1000-ը միանգամից քեսը տալ, որ սա շոֆերները գժվեն։ Զգուշացնում եմ։ Այն տաքսի ծառայությանը ավելի շուտ անունը չեմ ուզում տալ, ով ուզում է այդպես բանով զբաղվի։ Կպարալիզեմ, կտրաքացնեմ, կայքը չես կարա աշխատես։ Շոֆերներն են նեղ ոչինչ, թող երկու դիմանալ։ Անենց գժվեցնեմ չիմանալ, որը որից հետո է։ Բոզի տղությունը դադարեցնել։ Գումարած դրան, նաև ուզում եմ նորից հայտարարել, որ պահանջում են վարորդներ։ Նաև սովետական մեքենաներով, բայց որակյալ։ Այնպես որ ես համոզված եմ, որ մի որոշ ժամանակ հետո հանրային տաքսի ծառայությունը իր գործողությամբ կլինի ավելի կայուն եւ գնացուցակով էլ ավելի մատչելի, քան մյուսները, որոնք որ այսօր գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։